Ողջույն սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս իմ կողմից որոշում կայացրեց այս ձևաչափով դիմելուց, ես կարծում եմ այն հոգեբանություն, այն հոգեվիճակ, որ ես հոգեբանությունը իհարկե սխալ է դեպքում, հոգեվիճակ, որ իմ մակային ներսում մեզ հայերիս 90%-ի մոտ է հիմա դա այդպես, ես կարծում եմ եկել է ժամանակը ոտքի կանգնել ու մեր կյանքում փոխել մի շատ կարևոր բան, մաքրել այն, ինչ որ այսօր մեզ խանգարում է։ Եվ իհարկե մինչև որոշել չեմ հասկացել այդ նախադասությունը, չեմ հասկացել մարդկանց, ովքեր ասում են, լավ, եթե ինքը չէ, բա ով։ Ես կարող եմ ասել, ինքը հաստատ չէ, իսկ թե ով ասեմ։ Վերածննդի շարժում, լույսի բանակ, Կարեն Արայան։ Ես կարծում եմ, սա այն մարդն է, որ կարող է իր հետևից տանել այն հայերին, ովքեր պատրաստ են իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու, առավել ևս ուզում եմ շեշտեմ, որ Կարեն Արայանը դա Նժդեի աշակերտն է, Նժդեի զավակն է ու այն մարդն է, որ կարող է սերունդներին ճիշտ մատուցել Նժդեին։ Իսկ Նժդեը այսօր ոչ միայն մեզ, այլ աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող յուրաքանչյուր հայ տեսակի ու առավել ևս նոր սերնդի համար կարևոր հերոս է, հերոս, որին երբեք պետք չէ կորցնել ու փառք Աստծո կա Կարեն Արայանը, որը կարող է այդ հերոսին ճիշտ մատուցել, որպեսզի վաղ սերունդները կարողանան հասկանան ինչ բան է հպարտությունը, երբեք թույլ չտանեն մանր մունրներին, որ կուզենան մեր հպարտությանը կպնեն ու առավել ևս մեզանից խլել։ Ես կարծում եմ շուտով մենք կհանդիպենք հրապարակում, իսկ օրն ու ժամի մասին ձեզ տեղյակ կպահեմ։ Սպասենք այդ լավ օրվան, որը